Փաշինյանը հայտարարում է, որ 2026 թվականի ընտրությունների միջոցով նրանք, այսինքն ժողովուրդը, ճակերտներում, նրանք ասում են ժողովուրդը, բայց նկատի ունեն ԿՊ-ն, նրանք կձերբազատվեն բոլոր այն քաղաքական ուժերից, որոնք երկիրը տանում են դեպի ծուղակը։ Դե եթե ինձ հարցնեք, ավելի մեծ, ավելի սարսափելի ծուղակում, քան հիմա մենք գտնվում ենք, դժվար է ավելի սարսափելի ծուղակ պատկերացնել։ Բայց իրենք բնականաբար նկատի ունեն բոլոր ազդեցիկ ընդդիմադիր ուժերը, որոնց նրանք կապում են, չգիտեմ, Ռուսաստանի, Ռուսաստերկության, Կրեմլի եւ այլ բաների հետ, հազար մի բան կարելի ասել։ Եվ պրակտիկորեն դա ինչպես է լինելու։ Կարող է լինել այսպես, որ նրանք չգրանցեն, թույլ չտան, որ ազդեցիկ քաղաքական ուժերը մասնակցեն խորհրդարանական ընտրություններին։ Իրենց ԿՀ-ի միջոցով կգտնեն ինչ որ միած ստից ստորակետ փաստաթղթերում եւ թույլ չտան, որ այդ ուժերը մասնակցեն ընտրություններին, կլինի ԿՊ-ն, կլինեն արբանյակները եւ կլինեն այն անդիմադիրները, որոնք հաղթելու շանսեր չունեն։ Ես հիմա զգուշացնում եմ դրա մասին, բայց դա շատ հնարավոր սցենար է։ Եվ ասեմ, որ Եվրոպայի խորհուրդը, Եվրամիությունը այդ պուտինյան սցենարը, ըստ էության Պուտինն էր այդպես անում, այդ պուտինյան սցենարը կողջունեն։